5000 քառակուսի մետր հողամասում Աղաբեկյանները մշակում են գրեթե ամեն ինչ։ Ասում են մեկը մյուսին չեն խանգարում, ինչպես օրինակ արևածաղիկը վարունգի եւ լոլիկի ցանքսերում կամ եգիպտացորենը կաղամբից ոչ հեռու։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Էդիկ Աղաբեկյանը երբեք սերմնացուի մեկ սորտով չի բավարարվում, ապահովության համար մի քանիսն է օգտագործում ու լավ բերք ստանում։ Գախնիկն է կարիս շղադիս Քահանից ազատից ինքը չտառնալու, այդ ո՞իշ պինչ կաստը։ Դե ես օրինակ զբաղվում, որտեվ ամեն տեղը եթե մին կաթիլ աջամ։ Դրմա վեսկաթիլ։ Տարվա այս շրջանում մեր տեսանյութի հերոսը իմի է բերում արած կատարածը, բերքի հիմնական մասն արդեն հավաքել է։ Շաբաթը 2 անգամ լոլիկ ու վարունգ է տեղափոխում Ստեփանակերտ, առաջիկայում էլ կաղամբի բերքահավաք է անելու։ Իրացման խնդրի մասին Էդիկ Աղաբեկյանը ժպտալով է խոսում։ Լավ գյուղմթերքը քաղաքում միշտ էլ վաճառվում է։ Պատահում է գնորդն է հողամաս այցելում միայն թե տեղականն ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն ձեռք բերի։ Ես շաբաթում չվոյ ապարակենի կայշ ծախս։ Կարող է անորակենի կայշ ծախս, բայց թա չինի շարակում վեր չկարում չծախս։ Ես ասա օրինակ սորե տարալամ արդեն մաշինապարանքը ծախալ եկալ, բայց դե 2 ժամ քաշել չի։ Ապարանքը լավ դրանց ժողովուրդն էլ յուրեն։ Փորձառու հողագործը բերքից դժգոհ չէ, բայց եւ չի համեմատում նախորդ տարվա հետ։ Այս տարի երաշտ էր, բերքն էլ բնականաբար սպասվածից քիչ, բայց անկախ ամեն ինչից հողի մշակը չի տրտնջում, զբաղվում է ինչով կարող է։ Ամուսիններով իրենց ապրուստի միջոցը ստեղծում են սեփական հողամասում, նաեւ հասցնում օգնել երեխաներին ու թոռներին։ Նրանք են ամուսնացած, իրենց երեխաները մեր ուժ ինչքան պատում այ օգնում ենք էլի, մեր ուժը պատազնել է դա որ կարող ենք օգնել։ Աղաբեկյանները սեփական արտադրանքը վաճառելու են մինչև խորաշուն, իսկ հաջորդ աշնանը կրկին լավ բերք ստանալու համար հերկելու եւ ձմռան շեմին գոմաղբով պարարտացնելու են հողամասը, բայց միայն այս ցանքսերում չի անցնում հողագործի օրը, զբաղվում է մեղվաբուծությամբ, հավեպահում ու հեկտարից միջինը 30 ցենտներ ծորեն ստանում հարևանությամբ գտնվող արտից։ Նարեկ Սահակյան, Արցախից ժամը լրատվականի համար։